Ես երկրի հաջորդ վարչապետ տեսնում եմ Սամվել Կարապետյանին եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչ ուզում են թող խոսեն, ուրեմն հարգելի լրագրող։ Գիտեք, տարիներ է անցնում, տարիներ հետո երբ որ հայացքից հետ գցում, նոր դու տեսնում ես, թե որն է լավ եւ որն է վատ։ Ես աշխատում էի դպրոցում 4-րդ կուրս էի արդեն մանկավարժական համալսարանում։ Իմ աշխատավարձը սեպտեմբեր ամսվա աշխատավարձը ինձ տվել են դեկտեմբերին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն եկավ, հունվար ամսից ես սկսեցի ամեն ամիս ստանալ աշխատավարձ։ Բա որ այտենց իրանք ամեն ինչ հասկանում էին, այդքան լավ էր։ Ինչ էի սպասում Արցախից, որ Ռոբերտ Քոչարյանը գար։ Այդ որ իրանք մեղադրում են այս ԿՊ-ական այս բոմժերը, որ իրանք ամբողջ կյանքում այս երկրին մի լումայի օգուտ չեն տվել։ Այդ մարդիկ, որ այս երկրում բացի թալանից, այդ սովածները, որ հազիվ եկել են, ընկել են փողոցները մուրած կանի նման, որ իրանք հազիվ եկել են տեսել են ինչ-որ հանկարծ ինչ-որ գումարներ լափում են, որովհետև իրանք մանկուց ի վեր համ հոգով են սոված, համ ստամոքսով են սոված, իսկ ստամոքսով եւ հոգով սոված մարդը երբեք չի կարող նախ առաջինը ինքը իրան օգուտ տա, մի հատ էլ երկրին օգուտ տա։ Իրանք ասում են Սամվել Կարապետյանը ինչ արի, Սամվել Կարապետյանը պարտավոր է, Սամվել Կարապետյանը այս երկրի վարչապետը, նախարարը, նախագահը, ինչ է։ Սամվել Կարապետյանը գնացել այլ երկիր, այդ երկրում հարստացել է, հիմա ինքը կուզի կօգնի, չուսի չի օգնի։ Իսկ ինչ վերաբերում է նաև այն կեղտոտներին, ովքեր որ ուզում են անընդհատ ցեղ շպրտել Արցախի երեսին, այդ կեղտոտները թող լավ իմանան։ Առանց Արցախի չկա Հայաստան։ Դա ոչ թե ես այտենց ուզում եմ, որ վաղը չլինի Հայաստան։ Դա փաստ է, մենք դա լավ տեսնում ենք։ Եվ տեսնում ենք, որ առանց Արցախի թուրքը մտել է ոչ միայն Հայաստանի տարածք, այլև պղծում են Ծիծեռնակաբերդը, որովհետև մեր միակ թիկունքը, մեր միակ շնչառությունը, մեր միակ թոքերը դա Արցախի հանրապետությունն է։ Հիմա իրանց դուր է գալիս, դուր չի գալիս, ես թքացուն եմ իրանց վրա։ Ու թող լավ հիշեն, հիմա տեսեք, Մարտունիում եք, ճիշտ է։ Մարտունիում կա 3 դպրոց Անիջան, ձեր անունը Անի է, ճիշտ է։ Ուրեմն տեսեք, այն մի դպրոցը, որը հայտնի է որպես գերմանացիների դպրոց, որտեղ գերմաններն են անցնում։ Այդ դպրոցը կառուցվել է ժողովրդի ասած Օտիդո Քոչարյանի ժամանակ։ Մյուս դպրոցը, որը որ ավագ դպրոցն է, կառուցվել է Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այն մյուս դպրոցը գնացեք տեսեք ինչ վիճակի մեջ է։ Ասում են բան չեն արել։ Այս արևմտա պոռնոները կներեք, ստանալով գումարներ այդ սիոնիստական ռեժիմից, բացելով հասարակական կազմակերպություններ, լվացին բոլորի գլուխը, առավոտից իրիկուն քարոզեցին, որ վայ Արցախը տանկ պրծնենք, Արցախը տանկ պրծնենք։ Մի քանի հազար ներողություն Արվա բոզի էլ դա սովորեցրեցին, սրանք էլ եկան փողոցները ծապտվեցին, թե մենք տանք կպրծնենք։ Այսինքն, այդ ոնց է լինում, որ թուրքը պատմություն չունի, ինքը կարողացավ ամեն ինչ մեզանից տանել։ Մեկ Նախիջևանը տվեցինք, շատ լավ ենք զգում ես։ Արցախը տվեցինք, հանգիստ ենք։ Կարսը տվեցինք, հանգիստ ենք։ Անին տվեցինք, հանգիստ ենք։ Վարդենիսի, չգիտեմ, բարձունքները տվեցինք, հանգիստ ենք։ Ջերմուկինը տվեցինք, հանգիստ ենք։ Լավ, ինչքան կարելի է ասենց հարմարվել։